Ի պատասխան Նիկոլ Փաշինյանին ես այս հայտարարությունն եմ անում։ Ամենաուշը սեպտեմբերին կլինի հեղափոխություն։ Այ 50% ջան, ինչի՞ չեք գնում ընտրության։ Քեզ այդքան մարդ արհամարել է։ Ունենք օպերատիվ խնդիր։ Սահմանադրական կարգը տապալված է։ Դրանից լավ օր չկա հեղափոխություն անելու համար։ Այդ ալիքը, այդ լիցքերը գործողության կփոխակերպեն, միգուցե սա հետևանքներ ունենա իմ համար։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան, բոլորին դեմ եմ շարժման մասնակից Հայկ Մանասյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Հարցազրույցը սկսեմ շարժման հայտարարությունից մի հատված մեջ բերելով, ասվում է մենք ամեն ինչ անելու ենք Հայաստանի քաղաքական դաշտը համախմբելու համար եւ փորձելու ենք հասնել բացառիկ կոնսոլիդացիայի մինչև ընտրությունները։ Սա ասում է մի շարժում, սա հայտարարում է մի շարժում, որը հռչակել է, որ ինքը բոլորին դեմ է։ Եթե բոլորին դեմ եք, ում եք համախմբելու։ Բոլոր նրանց, ովքեր մնում են ուշադրությունից դուրս, որովհետև Forbes-ի ցուցակներում իրենց անունը չկա եւ իրենք չեն հանդիսանում երկրի ղեկավար կամ երկրի նախկին ղեկավար։ Այսինքն այս պահի դրությամբ այնպես է դասավորվել, որ ընտրություններում ուշադրության են արժանում մարդիկ, ովքեր կամ դոլարային միլիարդատերեր են եւ նրանց ֆինանսավորված շարժումները, կամ մարդիկ, ովքեր պետություն են ղեկավարել, բանակի գերագույն հրամանատար են եղել այսօր կամ ինչ-որ ժամանակ։ Այսինքն այս քաշը չունեցող մնացած բոլորը գրեթե ուշադրության չեն արժանանում, նրանց ասելիքը լսված չի եւ բոլորին դեմը հենց կոչ է անում այն մնացած բոլորին համախմբվել մի ընդհանուր շատ սահմանափակ սկզբունքների տակ, որում միմյանց ինքնությունը, խոսքը, գաղափարները չեն ոչ ոք ուրանում, բայց մի երեք պայմանի շուրջ համախմբվելով գնում են ընդհանուր ընտրական համակարգի փոփոխության, իսկ եթե ավելի լուրջ եւ ավելի ըստ էության գնում են մինչև այսօր Հայաստանում չտեսնված, չլսված մի օպերացիայի, որը ինչու՞մ է կայանում, տեսեք։ Ամեն անգամ ընտրություններին մասնակցում են գրեթե ընտրողների 50%-ը։ Այսինքն մնացած 50%-ի ձայները, ովքեր այդպես էլ չեն մասնակցում ընտրություններին, բաշխվում է այն մասնակիցների շրջանում։ Թվերով ասեմ, անցած ընտրություններին 49%-ն է 21 թվականին մասնակցել։ Նիկոլ Փաշինյանը ունեցել է 25%-ի կարգի աջակից։ Ժողովրդի 25%-ն է ընդամենը, որ Նիկոլ Փաշինյանին ձայն է տվել։ Ընտրողների 25%-ը, դա ժողովրդի չէ, ընտրելու իրավունք ունեցողների, ժողովրդի 3 միլիոն է, ընտրողների իրավունք ունեն 2 միլիոն քանի 100,000, ուրեմն 25%-ի քվեներով նա պարլամենտում վերցրել է 60 քանի տոկոս ձայն։ Հաշվարկներով 53% է ստացել, բայց պարլամենտում ըստ այս օրենքի 60 քանի տոկոս ձայն։ Բոլորին դեմ եմ հիմա ասում է ժողովուրդ, այ 50% ջան, ինչի՞ չեք գնում ընտրության։ Ասում եմ, որտեղ այնտեղ մեր տեխնացուն չկա, մեր ուզած մարդը չկա, մենք ըստ էության բոլորին դեմ ենք։ Ասում եմ, եթե դեմ եք բոլորին, մենք այդ քվեաթերթիկը բերել ենք արդեն իսկ եւ խոստանում ենք մանդատները դնենք, որպես բոլորին դեմ եմ, չդառնանք падգամավոր։ Իսկ եթե կարողանանք կառավարություն վերցնել 100 օրում նոր ընտրակարգով գնալ նոր ընտրությունների։ Այսինքն բոլորին դեմ եմ քվեաթերթիկը այսօր գալիս է, այն 50%-ին տանից հրավիրելու ընտրատեղամաս, որպիսի 25%-անոց ուժը 50% չհավաքի։ Այդ 50%-ը միաշերտ չէ։ Դուք միանգամից միաշերտ չի, բայց եթե նույնիսկ 20%-ն էլ մասնակցի, այդ 50%-ի 20%-ն էլ մասնակցի, դա էականորեն կրճատում է, օրինակ, այլևս ինքը չի դառնում վարչապետ, միանձնյա, չի կարող ընտրվի, կամ կընտրվի վարչապետ, բայց չի ունենա սահմանադրական մեծամասնություն։ Պատկերացնում եք։ Եվ կլինի պատերազմ, ինչպես ինքն է հայտարարել։ Դրա մասին առանձին կխոսենք, ինքը շատ բան է հայտարարել եւ եղել է ճիշտ հակառակը։ Չի եղել մի բան, որ ինքը միջև հիմա հայտարարի, ու դրա ճիշտ հակառակը չլինի։
Դուք արդեն ձեր խոսքում ակնարկեցիք, որ Հայտ ենք ներկայացրել, հրավեր ենք ներկայացրել։ միավորման հայտ եք ներկայացրել։ Ավելի ազնիվ չի լինի, եթե դուք վերափոխեք ձեր շարժման անունը, որը արդեն կուսակցություն է, իբրև պիտի մասնակցի ընտրություններին, ոչ թե նշեք բոլորին դեմ ենք, այլ բոլորին չէ, որ դեմ ենք, դա ավելի ազնիվ կլինի։ Մեկ եւ երկրորդ ընտրությունները իբրև ազատ կամքի արտահայտման քայլ են ընկալվում, հա։ Երբ դուք նման մանիպուլյատիվ անվամբ եք մասնակցում ընտրություններին, դուք գիտակցաբար թե ոչ այնքան Ամեն ինչ գիտակցաբար, ասեք պատասխանը։ Մարդու ազատ կամքի արտահայտման շանսը մի փոքր նվազեցնում եք, որովհետև եթե տեսնում են բոլորին դեմ եմ անում, որոշակի շփոթ կարող է առաջանալ եւ ասոցիատիվ, ուրեմն Միամտորեն բոլորին դեմ են մարդիկ, քվեարկեն բոլորին դեմ են։ Դա եք չի ասում։ Հիմա եկեք շարունակենք Լիլիթ այդ միտքը։ Ես համոզված եմ դուք էլ չգիտեք, թե ինչա լինելու հաջորդ քայլով, հա։ Հիմա քայլը չէ, ընդհանրապես ժողովուրդը մարդիկ ենթադրենք բացարձակապես չեն լսել, որ կա բոլորին դեմ եմ նախաձեռնություն եւ շարժում։ Ենթադրենք։ Ընտրատեղամասում, այսպես քվեաթերթիկները նայելուց դուք էլ տեսնում եք, վայ բոլորին դեմ եմ։ Ու ընտրում են այդ բոլորին դեմ եմ, որտեղ իրենք հոգով սրտով բոլորին դեմ են։ Պատկերացրեցիք այս պահը։ Հիմա այս քվեն գնում է բոլորին դեմ եմ շարժմանը, ճիշտ է։ Թեև մարդը չի լսել բոլորին դեմ եմ շարժման մասին։ Ինքը միամտաբար քվեարկել է հոգով սրտով բոլորին դեմ է։ Ինչա լինում այդ քվեն։ Շարունակությունը գիտեք։ Դուք անցնում եք խորհրդարան։ Ու ինչա լինում այդ քվեն ինչա դառնում։ Դուք չեք ձևավորում կառավարություն։ Ու ինչա լինում։ Թողնում եք դատարկ աթոռ։ Այսինքն բոլորին դեմ եմ դառնում է դատարկ աթոռ։ Ոչ թե ստատիստիկ թիվ, այլ դառնում է դատարկ ներկայացվածություն, որ բոլորին դեմ են։ Մենք դրանից չենք օգտվում։ Պարոն Մանասյան, ես հասկանում եմ, որ այս իշխանության օրոք տպավորություն ստեղծվեց, որ ուսապարկերը կարող են խոսել, կնոպկա սեղմել, բայց դատարկ աթոռը դա էլ չի կարող անել։ Այո, բայց դատարկ աթոռը կարողանում է վիճակագրական այս ավանտյուրան հոգուտ ժողովրդի քվեի դարձնել։ Այսինքն, եթե 25%-անոց ուժը չմասնակցության արդյունքում պասիվ քաղաքացիների անտարբերության արդյունքում ստանում է 50%, այս բոլորին դեմ են քվեն, թույլ չի տալի, որ 25%-անոց դառնա 25%-անոցը էլի որոշ չմասնակցածների համար թող դառնա 35%, թող դառնա 45%, բայց նա չի դառնում 50+1%։ Ահա թե բոլորին դեմ են քվեն ինչա դառնում։ Այսինքն այդ մարդը, եթե լիներ բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, պատկերացրեք այդպես եղել է ժամանակին։ Եթե լիներ բոլորին դեմ եմ քվեաթերթիկ։ Դե չի լինելու, հիմա օրենսդրությունը այդ հնարավորությունը չի տալիս։ Մենք մեր ջանքերով դա ստանում ենք։ Այդ քվեաթերթիկը լինում է եւ մենք մեզ պահում ենք։ Որևէ սոցհարցում, որը ցույց է տալիս, որ դուք հաղթահարելու եք անցողիկ շեմը։ Ձեր պատվիրած սոցհարցումները։ Մի րոպե։ Այստեղ կարևորը այս բանը, որտեղ մեղադրում են, ասում դա մանիպուլյատիվ է, մարդը կարողա ձեզ չի ճանաչում։ Մեկը այդ մարդու բոլորին դեմ է, մենք միջևերջ պահում ենք բոլորին դեմ եւ մենք չենք դառնում падգամավորական արտոնություններից օգտվող կամ ընդեղ, չգիտեմ, աշխատանք գտնող մեկը։ Մենք այդ բոլորին դեմ եմ քվեն, ազնվաբար տանում ընդ դնում ենք, ասում ենք, այսքան աթոռ բոլորին դեմ է։ Մենք գործ ունենք մի համակարգի մասին, որտեղ անպայման մի 50%-ը մասնակցելու են, անպայման մի 25% հավաքելու է Նիկոլ Փաշինյանը, անպայման նրա մրցակիցները 5, 10, 15% կհավաքեն, անպայման։ Եվ այս ամեն ինչը ձևակերպվելու է որպես 50%-անոց հաղթանակ, 60 պլյուս ավել տոկոսանոց մանդատների զավթում։ Սա լինելու է, մենք եկեք չմոռանանք ինչ կոնտեքստում է այս գործընթացը լինում։ Եթե մենք Միացյալ Նահանգների ընտրական համակարգում գործեինք, մենք հաստատ չէինք գնա, ասենք բոլորին դեմ եմ նախաձեռնություն 3 ամսով ինքնալուծարվող կուսակցություն։ Պարոն Մանասյան, սրան կաջակցեն բոլոր այն ուժերը, որոնք ձայներ կփոշիացնեն։ Հեսա կգանք ձայների փոշիացումը առանձին վերնագիր է։ Կրկնում եմ, մեր գլխավոր խնդիրը այն 50%-ը, որ նստելու է տանը, դեպ դրանով 25%-անոց Նիկոլ Փաշինյանին դարձնի իր պասիվությամբ թույլ տա, որպեսզի դառնա 50+1%-անոց Նիկոլ Փաշինյան, կամ ոչ Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան եւ այլն։ Մեր ուժը ասում է, ժողովուրդ ջան, չեք ուզում, դեմ եք բոլորին, տունը մի նստեք։
Եկեք քվեարկեք բոլորին դեմ եմ եւ մենք պատասխանատու ենք, որ այդ բոլորին դեմ եմ քվեն, մինչեւ վերջ կպահենք բոլորին դեմ եմ քվե։ Մենք դրանից մեր անձնական կամ թիմային շահերը չենք ունենա, որովհետեւ Դուք լեգիտիմացնում եք քաղաքական ապաթիան, պարոն Մանասյան։ ոչ, դայ քաղաքական ապաթիան է ձեր հիմա անցնենք ձայների փոշինացմանը։ Ձայները որտեղ են փոշիացնում։ Ձեզ թվում է օրինակ 200,000 250,000 քվե փոշիացել է անցած ընտրություններին 21 թվականի օրինակով։ Այ դա 4% այն ժամանակ 5% էր կամ դաշինքների դեպքում 7% էր, այդ ժամանակ թե 8% էր։ Մի խոսքով փոշիացել է 250,000 ձայն։ Փաստա, չէ՞։ Ու դուք եւ մեծ մասը իրենց ուշադրությունը սևեռել են այս 250,000-ի վրա, բայց այն որ միլիոնից ավել մարդ չի մասնակցել ու այդ միլիոնից մարդու քվեն գնացել է Նիկոլ Փաշինյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, ուրիշ ոչ մեկի։ Սերժ Սարգսյանի խումբը թիմը այնտեղ բոնուսով անցավ պարլամենտ։ Ուրեմն որ այդ միլիոնից ավել ձայնը, միլիոն մի քանի 100,000-ի դեպ, 1,200,000-ի կարգի թե 300,000-ի կարգի։ Ուրեմն միլիոնանոց փոշիացումը ոչ ոք չի տենում։ Կարծես դու բան ունի այ մարդ։ Այն 250,000-ն եք տենում։ Ձայնի իրական փոշիացումը, դա այդ 250,000-ը չէ, դրանք հենց իրենց քաղաքական իրավունքները իրացնող ուժեր են ու դա նորմալ է։ Ձայնի իրական փոշիացումը, այն 50%, այսինքն 1,200,000-ից ավել մարդն է, որոնք տանը նստելով 1,200,000 քվե տալիս են տվել են Նիկոլ Փաշինյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Հետաքրքիր մերժողական գաղափարախոսությամբ փորձում եք մոտիվացնել մարդկանց մասնակցել ընտրություններին։ Որովհետև մարդիկ մերժում են, որ նստում են տանը։ Մենք էլ ասում ենք, եկեք ձեր մերժումը, այ տեսեք մենք ինչ ենք անում։ Մենք փորձում ենք ինստիտուցիոնալիզացնել իրաց մերժումը, բայց որպեսզի այդ մերժումը լինի պրոդուկտիվ, ոչ թե դեստրուկցիա, ոչ թե դա դառնա այդ հաշվարկային խամաճիկության, այսպես ասած նյութ, այլ հակառակ ասում ենք, եկեք ընտրատեղամաս, քվեարկեք բոլորին դեմ, մեզ մի քվեարկեք, մենք դրանից չենք օգտվելու։ Եվ ինչա տեղի ունենում, աստիճանաբար նրանց թվերը, այսինքն առաջինը իշխող ուժի թվերը իջնելու են դեպի իրենց իրական ցուցանիշ եւ ինչքան շատ մարդ տանը չնստի եւ գա ընտրությունների, ինչքան շատ մարդ սփյուռքից ժամանակ գտնի, վերադառնա, թող գա բոլորին դեմ քվեարկի։ Ինչքան շատ, այնքան էլ իրական թվերը մենք կտեսնենք եւ այլևս չի կանգնի ասի ես լեգիտիմ եմ, ժողովուրդը ինձ ընտրել է, քեզ ընտրել է 2 միլիոն քանի 100,000 ընտրողից 25%-ը, 26%-ը, դու 26%-անոց լեգիտիմություն ունես եւ 74%-ը քեզ ասել է ոչ, արհամարում եմ, այդ բառը ո՞նց է գրվում, արհամարումը քանից տառասխալով ուզում ես գրի, քեզ այդքան մարդ արհամարել է, ասել է ոչ կամ արհամարել է, այ գնա հիմա մտածի արհամարելը ոնց է գրվում, քանի տառասխալ ընդեղ կանես, պատկերացրիք բոլորին դեմ եմ ինչ բացառիկ հնարավորություն է այս մանիպուլյացիան շրջանցելու համար։ Իմ անձնական վերաբերմունքը մի կողմ, պարոն Մանասյան, տեսեք, դուք բազմիցս խոսել եք սերնդափոխության կարևորության մասին, եւ եթե իրապես ձեր նպատակը աջակցելն է սերնդափոխությանը, հիմա օրինակ քաղաքականության մեջ հայտ է ներկայացրել մասնակցելու ընտրություններին մի ուժ, որի մեծամասնությունը երբևէ մինչ այս քաղաքականությամբ չի զբաղվել։ Այսինքն այդ մարդկանց քայլը ինքնին սերնդափոխության հայտ է։ Օրինակ Սամվել Կարապետյանի ուժը։ Եթե դուք իրապես ուզում եք սերնդափոխություն, ինչու չհաջակցել այն ուժերին, որոնք այո հաղթահարում են շեմը եւ լուրջ հնարավորություններ ունեն հաղթանակի։ Եթե իրապես ձեր խնդիրը սերնդափոխությունն է։ Այդ թվում սերնդափոխությունը, բայց պատասխանեմ ինչու, օրինակ չաջակցել կամ չմիանալ Սամվել Կարապետյանի Ոչ միայն, այլ ուժերի, որոնց թվում նույնպես Եկեք նոր Սամվել դեմքեր կան։ Կարապետյանին առանձին պատասխանը տամ, բացատրությունը տամ։ Տեսեք։ Իմ պատկերացում, սա իմ անձնական կարծիքն է։ Քաղաքական առաջնորդության ձգտող անհատը հոգով թույլ տվեք կենսաբանական խոսք տերմին օգտագործեմ, հոգով ալֆա է։ Ինքը չի կարա ճանաչի միլիարդերի շեֆությունը իր վրա։ Իրական
Հայաստանը առաջնորդող եւ վաղը Էրդողանի հետ բանակցությունների նստող, Պուտինի հետ բանակցություններ, Ալիևի, Թրամփի, մյուսի մոտ երկրի շահերը ворց պահող քաղաքական անհատը չի կարա գնա այս կամ այն միլիարդատիրոջ շարժման մեջ իմ կարծիքով։ Ես ոչ ոքի չեմ ուզում վերաբերեմ, բայց սա իմ համոզմունքն է։ Եվ ցանկացած մեկով իրանից վերև Աստծուց բացի մեկին տեսնում, հա, նա արդեն ինձ հետաքրքիր չի։ Ես չեմ հավատում, որ ինքը եկել է երկիր առաջնորդի։ Ինքը եկել է, ինչ որ նախաձեռնություն անի, թող անի։ Բայց երկիր առաջնորդող թագավորության ճակերտավոր, հա, ձգտող, առաջնորդության ձգտողը ոնց կարա իրանից վերև միլիարդեր կամ չգիտեմ, նախկին նախագահ կամ ներկա վարչապետ ճանաչի։ Չի կարա տես բան լինի։ Ահա թե սերնդափոխություն ասելով ես ինչ նկատի ունեմ։ Եթե մտածում ենք, Բա որ ում եք ճանաչում դուք։ ինձ, Միայն ձեզ, չէ, իմ ընկերներին։ որովհետև ձեր ընկերներն են, Ոչ, որովհետև այդ դուք մարդիկ եք տենց ասում, են, որ ոչ մեկի ցեղից մոտ, պետություն պիտի դառնանք հիմա այո, այդ այդ ուրիշ մի րոպե, հարաբերություններով։ դրանք մի քանի մեծ թեմաների այսպես ամբողջությունը կոնկրետ ինչու օրինակ բոլորը երիտասարդ ընտիր կադրեր են իրոք Սամվել Կարապետյան բայց առանձնակի համակրանքս ասեմ Սամվել Կարապետյանի թիմից Էդգար Ղազարյանին առանձնակի համակրանքս ես ինքը իմ սիմպաթիան է եւ Հարութին Մնացականյան գյուղատնտես որը իմ բարեկամն է իմ մտերիմն է իմ ճանաչած ես քիչ մարդ չեմ ճանաչում քաղաքականության մեջ նենց որ քիչ մարդ եմ բայց իրանք բացառիկ կերպարներ են եւ կարելի ասել այդ մեր ձևովի այսպես ասած լավ կողմերից են Ղազարյանը եւ Մնացականյանը բայց ժողովուրդ քաղաքականությունը պետություն առաջնորդելը դա մի քիչ ուրիշ թեմա է դա մի քիչ վերև հիերարխիայում եթե կայացած համակարգ լինի բան էլի բայց եթե դուք եկել եք օրինակ Նիկոլին ես ուզում գցես քո մեջ կա այդ ինքնագլխությունը այդ քեզանից վերև ոչ մեկին չճանաչելը դու Մանեսյան դուք հիմա ինչ որ էմոցիոնալ բաներ եք ասում թող լինի էմոցիոնալ էսա իմ բացատրությունը ես բժիշկ մարդ եմ իմ իմացած քաղաքագիտությունը սկսում է կենսաբանությունից ավարտվում է քաղաքագիտության մշակույթով եւ այլն իմ իմացածը սա է ով գնաց անցավ այս կամ այն քաղաքական ոչ թե քաղաքական բիզնես իշխանական կամ ցանկացած ակտորի թրիտակով ես չեմ կարող ճանաչել նրան որպես լիդերի տեխնացու նա քաղաքական առաջնորդության հետ կապ չունի հիմա դուք որ կուսակցություն եք ձևավորում այդ կուսակցությունը նույն հիերարխիկ հարաբերություններն են ուզեք թե չուզեք որովհետև կուսակցությունը ունի առաջնորդ բայց մի բան է եթե օրինակ ի սկզբանե մեկը գա մեր կուսակցությունում որը ենթադրենք միլիարդեր է կամ չգիտեմ պաշտպանության նախարարն է ենթադրենք դա ասի ինքն իր կուսակցությունն է բացում Նիկոլեն Կասլենը կամ Ալեն Սիմոնյանն է չգիտեմ մեկը ու եթե իմ ընկերները գնան ասեն հա մենք ընդունում ենք քո գերակայությունը օրինակ մեր կուսակցության մեջ նույնիսկ ես ինձ համար ասեմ վարչապետի տեխնատություն դնելու եմ թե չէ որտեղ դե լուրջ ինքնասահմանափակման հարց կա ես չգիտեմ ասենց հալնում հիերարխիան զուտ ինստիտուցիոնալ որևիցե անհատ ընդեղ որ ահա ինքը ի սկզբանե որոշված է որ այս անհատն է չնայած մեր մեջ չկան էլ այդ միլիարդերները բան բայց եթե նույնիսկ լինեին առավել եւս մենք պետք է զգայուն լինեինք որ չլինեինք որ մարդու տնտեսական կամ պաշտոնական կարողությունները մեր համար դառնում է օրենք որ դա է ինչ օրինակ Սամվել Կարապետյանը ոնց որոշվեց որ ինքն է Պարոն Մանեսյան ինձ մոտ այնուամենայնիվ տպավորություն է որ մենք իբրև հանրություն այնքան էլ չեն գիտակցում մեր ժամանակի խիստ մարտահրավերային լինելը։ Եվ հիմա քննարկում ենք բաներ, որոնք կարելի էր քննարկել, եթե ասենք խիստ դասական իրավիճակ լիներ եւ խիստ քաղաքական մրցակցային իրավիճակ լիներ եւ ոչ թե էգզիստենցիալ խնդիրներ լինեին։ Այս մեկին չեմ սիրում, որովհետեւ փողկապն է վատ, այն մեկին չեմ սիրում, որովհետեւ շատ փող ունի, այն մեկի թրի տակով չեմ ուզում անցնել։ Սրանք չեն անդրջացնում։ Չեմ ուզում անցնել օլիգարխի թրի տակով, չեմ էլ անցնելու օլիգարխի թրի տակով, չեմ ուզում անցնել ներկա կամ նախկին գործադիրի ղեկավար եղած մարդկանց թրի տակով ու չեմ էլ անցնելու նրանց թրի տակով։ Ինչ բարդ բան կաստել Լիլիթ ջան։ Ու ասում եմ, ով որ այդ թրերի տակով անցնում է, նա ի վիճակի չի Հայաստան առաջնորդել։ Նա ստեղ, եթե հպատակվեց նախագահի, վարչապետի կամ օլիգարխի, նա վաղը հպատակվելու է Էրդողանին, Պուտինին,
Թրամփին, նա չի լինելու Հայաստանի առաջնորդ։ Հայկ Մանասյանի նպատակը իշխանափոխությունն է, պարոն Ինքնանպատակ չի իշխանափոխությունը։ Հայկ Մանասյանի նպատակը Հայաստանի Հանրապետություն կայացած հանրապետություն ունենալն է։ Իմ նպատակը Հայաստանի քաղաքացու բարեկեցությունն է, երջանկությունն է, ապահովությունն ու անվտանգությունն է։ Ես չեմ պատկերացնում ներքաղաքական, փտած, ծանոթ բարեկամական, տնտեսական ինստիտուտներից քաղաքականում հանգարցակիորեն իրենց ունեցվածքով հայտնված մարդկանց առաջնորդությամբ ուժեղ քաղաքական համակարգ։ Ես չեմ պատկերացնում տենց բան։ Առաջնային չեք համարում իշխանափոխությունը։ Բա հետո մի րոպե։ Սերժն չէ խնդրեմը, Սերժ Սարգսյանը խնդրեմ էր։ Փոխեցինք, մեր հարցերը լուծվավ։ Քոչարյաններ չէ խնդրեմը։ Մի րոպե։ Լևոն Տեր-Պետրոսյաններ չէ խնդրեմը։ Փոխեցինք, մեր հարցերը լուծվավ։ Հիմա էլ նրանք ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է մեր խնդրեմը, փոխենք։ Թե ումով ուզում եք փոխենք։ Այ մեր հարցերը կլուծի։ Չի լուծի այնքան, քանի անգամ պետք է։ Դուք էլ կարծեք թե համարում եք, որ թիվ 1 խնդիրը Հայաստանում ընտրական օրենսգիրքն է։ Կարճաժամկետում, այս 100 օրվա կտրվածքում ընտրական օրենսգիրքը էս պետք է էլի երկար գանք։ Եթե մենք ցած ընդհանուր համախմբում ենք անում, այդ թվում Սամվել Կարապետյանի ուժի հետ համախմբում ենք անում, ո՞նց ենք որոշելու։ Օրինակ, հավաքվում ենք, եկեք այս կետի վրա մի հատ խոսանք։ Կառուցողական կողմը անցնենք։ Լավ։ Ես եմ իմ կարծիքը այդպեսին, հա։ Շատ հարգում եմ, ելի եմ ասում այդ մարդկանց, անհատապես առանձին, բայց Հայաստանի առաջնորդություն եւ վաղվա աշխարհական կենտրոնների հետ սուբյեկտայնություն ես պատկերացնում եմ մենակ այն մարդու մոտ, ով որ այս գլխից չի հպատակվում ոչ մեկին։ Հիմա բայց բարեկամացան, խոսքի տվի, ասում եք եկեք հավաքվենք Նիկոլին հանենք, իշխանափոխություն անենք։ Այս պատկերացրեք, այսպես հիպոթետիկ սցենար։ Ամբողջացանք, հավաքվեցինք եւ կամ թեկուզ պարլամենտ ենք անցել, հենց պարլամենտում ենք, ասում ենք ինչ ենք անում այ մարդ։ Եկեք հավաքվենք իրար գլխում, Նիկոլին իշխանափոխ անենք։ Հա, հետո ուղարկենք պատասխանատվության։ Բա ո՞նց ենք մեր մեջ որոշելու, ով է, լավ Նիկոլը չի, ով է լինելու առաջնորդ։ Այդ հարցը քո գալու է։ Եկեք հավաքվենք, Նիկոլին գցենք, բայց Նիկոլին գցելուց հետո, Նիկոլին համապատասխան արդարադատության ինստիտուտների բերանը տալուց հետո ո՞նց ենք որոշելու, ով է լինելու մեր մեջ առաջնորդ։ Ըստ ձայների քանակի ենթադրենք, բոլորին դեմ եմ նախաձեռնությունը, հավաքել է 4% ձայն, ունի 5 падգամավոր։ Մնացած ուժերը իրար հետ հավաքել են 47 падգամավոր։ Ենթադրենք 47 падգամավոր իրանք են, 5 падգամավոր մենք ենք։ Ենթադրենք։ Հիմա ասում են դե 47 падգամավոր բնականաբար, չէ, 47-ի ներկայացուցիչը պետք է լինի վարչապետ, չէ։ Տենց եք դուք առաջարկում։ Իսկ ես ասում ներողություն։ Ինչքան 47-ը քաշ ունի, այնքան էլ էս 5 հոգին քաշ ունեն, որտեղ առանց էս 5 հոգու Նիկոլին չեն կարող գցել, առանց այդ 47-ը էլ չեն կարող գցել։ Եվ ինչ արդար մեխանիզմ գտնենք, մանավանդ 47-ը կարա կազմված լինի 2-3 ուժերից։ Միևնույն է, կշռի տարբերություն կա, որովհետև այդ կշռի տարբերությունը ընտրողներն են որոշել, պարոն Մանասյան։ Մենք դրա համար առաջարկում ենք հետևյալ տարբերակը։ Հարգելիներս, եկեք պատեհապաշտությունը մի կողմ դնենք, գոնե մենք տենց ենք համարում։ Ընտրական օրենսգիրքը փոխենք 1%-անոց ուժերին նույնիսկ, որը մի մանդատ է անում, քվե ունի այդ մարդը, մի մանդատի քվե ունի։ Այսօր եթե դու 1, 2, 3 մանդատ վերցնես պարլամենտում, այդքան ձայն հավաքես, քեզ չեն թողում մտնես պարլամենտ։ Ասում է, չէ, մինչև 5 մանդատ չհավաքես, yani այդ գործը բան է, էլի, ասա, մեծածախ վաճառք է, էլի, մեծածախ է, մանրածախ չի լինում։ Մինչև 5 մանդատ չհավաքես, չես մտնի պարլամենտ։ Ասում ենք եկեք մի տոկոսի չասնենք, դարձնենք ներառական։ Եկեք այս սահմանադրական մեծամասնության դրույթը հանենք եւ եկեք բոլորի դեմ եմ քվեաթերթիկ դնենք եւ գնանք նոր ընտրությունների։ Սրա ինչն է անարդար։ Պարոն Մանասյան, դուք 1%-ի մասին եք խոսում եւ ներառականության։ Փաստորեն ստացվում է, որ ինչքան որ հիմա բևեռացված է մեր հանրությունը, այնքան արդեն ֆորմալ ձևով բևեռացված ներկայացվելու է խորհրդարանում։ Խիստ հատվածական, խիստ ասենք դրա ալտերնատիվը Չինաստանի ու Սովետական միության օրինակն է։ Բոլորը մի կուսակցության մեջ են, այդ ենք ուզում։
փորձարկված է բազմաթիվ առաջատար 5%-ն երկրներում։ է փորձ։ Հա, լավ։ 4-ն էլ 5-ն էլ փորձարկված են բազմաթիվ առաջադեմ ժողովրդավարական երկրներում։ Լիլիթ ջան, եկեք առաջատար երկրների օրինակի մասին հենց այսօր ու առաջիկա 100 օրվա մասին չխոսենք, ինչու։ Որտեղ մենք ունենք օպերատիվ խնդիր։ Եթե խոսում ենք առաջատար երկրների մասին, մենք ընդհանրապես ես որպես հիմնադիր նախաձեռնության համահեղինակ, հիմնադիր ազատակարգ կուսակցության, այսպես ասած ներկայացուցիչ, ընդհանրապես մենք նոր սահմանադրություն ունենք նախագծած ու բավականին լուրջ գործեր ունենք անելու առաջիկա 5-10 տարվա համար որպես առաջարկ, որպես նախագիծ։ Դա հիմա առաջիկա 100 օրը մենք մի կողմ ենք դրել եւ եկեք հասկանանք, որ լավ, մենք ասում ենք օպերատիվ խնդիր ունենք, չէ՞ լուծելու։ Եթե դա ներկայացուցչական մարմին է, եւ մեկը գնացել է ենթադրենք 10,000 քվեա հավաք է 250,000 ձայն 21 թվականի ընտրություններում դարձան ոչ մի բան, չդարձան ոչ մի բան։ Գնացին Նիկոլ Փաշինյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ այդպեսին էր կարգը։ Այդ կարգը կարար փոխել Նիկոլ Փաշինյանը այսքան տարիների մեջ, բայց այսպես էլ չփոխեց։ Ուրեմն տակա, չէ, ձեռքա տալի, չէ, շահեկանա։ Հիմա մենք ասում ենք։ Դե խոստանում են, որ կփոխի։ Երբ օրծերության թոշակի գնալուց հետո տեսեք, խոստում կարող ես տալ, երբ որ դու հնարավորություն չունես այդ հարցը լուծել։ Բայց եթե դու հնարավորություն ունես տարիներ շարունակ ու տարիներ շարունակ չես լուծում, հետո մի օր արդեն երբ որ նեղն ես ցնկել, երբ որ մարդիկ եկել են ուզում են հնարավորություն ձեռք բերեն ու խոստում են տալ, դու էլ ասես ես էլ եմ խոստանում, չէ, ուշա։ Դու սուտ ես ասում նա, խոստացողը անեիր։ Հիմա ամենազգայուն հարցը, պարոն Մանասյան, պատերազմի հարցը, որովհետև դա շահարկվում է նաև իշխանության կողմից շանտաժի լեզվով, հա։ Եթե ես չլինեմ, հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, կլինի պատերազմ։ Որևէ մեկը կարծում եմ, որ կասկածի չի առնում Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության զգացումը հայ հանրության նկատմամբ, քաղաքական մյուս ուժերի նկատմամբ, այսինքն եթե ինքը ունենա փոքր տոկոս հնարավորություն իրապես ազդելու պատերազմի հնարավորության վրա, դա կգործադրի։ Այսինքն պատերազմ կբերի երկրի գլխին։ Ու կարծում ինքը պատերազմ չի բերի երկրի գլխին, որովհետև այդ կլինի իր վերջի, այսպես ասած, ավանտյուրան, հա, բայց ընդհանուր առմամբ եկեք sense նայենք։ Այդ պատերազմի թեման նախ մեծ թեմա է, արագ անցնելով ասեմ, միջև աշխարհում մի քանի աշխարհքաղաքական կենտրոններ չասեն, որ թող լինի պատերազմ, չի լինի։ Այսինքն միջև Ռուսաստան, Ամերիկա գոնե չասեն պատերազմ չի լինի։ Հետևաբար իսկ բարեբախտաբար Թրամփի օրոք կարծես թե Ռուսաստան-Ամերիկա լեզու են գտնում, այստեղ մենք այդ տարաձայնության մեջ այսպես էսկոմենկոն վազելու խնդիր այդքան էլ կարծես թե չունենք։ Ու լեզու ենք, թե գոնե որոշակի համաձայնություն կա, գոնե ես այդպես եմ տեսնում։ Բայց եկեք տեսնենք մի հատ ուրիշ բան։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դու այլընտրանք չունես, դու ընտրում ես պատերազմի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, նշանակում է մենք ընտրելու հնարավորություն չունենք, ճիշտ է։ Փաստ։ Եթե դու երկիրը հասցրել ես այն կետին, որ քո քաղաքացին ընտրության հնարավորություն չունի, նա պետք է միայն ընտրի պատերազմի եւ քո միջև, դա նշանակում է այդ երկրում սահմանադրական կարգը տապալված է։ Սահմանադրական կարգի տապալումը ամենամեծ իրավունքն ու պահանջն է ժողովրդին, քաղաքացուն իրականացնելու հեղափոխություն։ Ռադանելու այն իշխանությանը, որը երկիրը հասցրել է նրան, որ ընտրական իրավունքը ուղղակի չի գործում։ Այն ոչինչ որ 5 տարին մեկ է, այն ոչինչ որ տենց չպետք է լինի, 100 ուրիշ ձևի պետք է լինի ընտրական իրավունքը, հարակվելերը եւ այլն։ Հասցրել է նրան, որ ընտրական իրավունքը չի գործում։ Եվ դրա համար, կներեք, ի պատասխան Նիկոլ Փաշինյանին, ես այս հայտարարությունն եմ անում։ Եթե դուք սպառնում եք, որ ձեր սահմանադրական մեծամասնություն չունենալու դեպքում կլինի ամենաուշը սեպտեմբերին պատերազմ, ապա ձեր սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում ամենաուշը սեպտեմբերին կլինի հեղափոխություն։ Ուրեմն պատրաստ եղեք դրան, որ լինելու է հեղափոխություն։ Այսինքն ավելի հիմնավոր, ավելի փաստարկված արձագանք ես կարծում եմ դրան հնարավոր չի։ Պարոն Մանասյան, այսինքն ի սկզբանե այս պահից սկսած Նիկոլ Փաշինյանը հայ հանրությանը զրկել է ընտրության հնարավորությունից։ Լեգիտիմ չէ սպասվող ընտրությունը։ Հիմա ի՞նչն է խանգարում ձեզ, որ դուք այս պահից հայտարարեք հեղափոխության
process։ Հեղափոխության process-ին պետք է այս պահից պատրաստվել, եթե այդքան անկեղծացանք, բայց քաղաքականապես լիցքավորման բարձրակետը լինելու է ընտրությունների օրը։ Եթե այդքան անկեղծացանք, ամենալավ հեղափոխության օրը լինելու է ընտրությունների հաջորդ օրը, եթե Նիկոլ Փաշինյանը իր 25-30%-անոց քվեն սարքեց 60%-անոց կամ 67%-անոց կամ 62%, 60+%-անոց մանդատների քանակ պարլամենտում։ Դրանից լավ օր չկա հեղափոխություն անելու համար։ Բարձրակետում է լինելու քաղաքական լիցքավորվածությունը ժողովրդի։ Բայց այդ օրը Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Թաթոյանը, բոլորին դեմը, էլ ով կա, Գուրգեն Սիմոնյանը, էլ ովքեր կան, որոնք հայտ են, Հայկ Մարությանը, բոլորը այդ օրը, այդ ալիքը, այդ լիցքերը գործողության կփոխակերպեն, խաղաղ սահմանադրական իրավական գործողության կփոխակերպեն, այն միտքը, որ ահա ինքը լեգիտիմ է, սուտ է, լեգիտիմ չի, 30%-ը 60% չի, ժողովուրդ, դա մինիմալ բան է, թվաբանությունն է, 30%-ը 60% չի, եթե նա ամբողջ ընտրողների 30%-ի քվեով եկել է որոշել է եւս մի անգամ 5 տարով երկիրը տանել անորոշ արկածախնդիր եւ չգիտեմ ինչ ուղիներով սեպտեմբեր ուրեմն ամենալավ հեղափոխության օրը ընտրությունների հաջորդ օրն է ամեն մեկը կպատրաստվի սրան Դուք պատրաստվում եք։ մենք հատուկ պատրաստվելու բան չունենք ես անձամբ իմ համար ասեմ ես հատուկ պատրաստվելու բան չունեմ այդ օրը ես պատրաստ եմ պատրաստվելու բան չունեմ պատրաստվելու բան ունեն նրանք ովքեր պարլամենտում կարող են էական ձայներ հավաքել ովքեր ունեն կորցնելու համար էլեկտրոցանց միլիարդավոր դոլարներ ովքեր Պուտինի հետ ուղիղ կապի մեջ են իսկ դա նշանակում որ ընդեղից կարան իրանց ասեն խթանում ենք կամ արգելակում ենք Պուտինը ինչ չի կարող ոչ խթանի ոչ արգելակի ես այդքան նշանակալի չեմ հա Եթե այդքան նշանակալի լինեի, հաստատ չէր կարա, ոչ խթաներ, ոչ արգելակեր։ Բայց նրանց կարա խթանի եւ արգելակի։ Հետևաբար, եթե այդ օրը երբ որ շարունակվելու են թե ընտրակեղծիքը, թե մյուսը։ Այսօր կներեք, թե հպանցիկ է, Ալեն Սիմոնյանին հարց է տալի, ասում է, ձեր ներքին կանոնակարգով կուսակցության այսպեսի բանը բա կարելի է, ինքը ասում է, դու կուսակցությունից ես, չէ, լրագրողին ասում, ուրեմն սուս մնա։ Այսինքն մարդիկ մոռացել են հաշվետվողականությունը, ընդհանրապես ինչա, իսկ լրագրողի առաքելությունը ինչ է, ընդհանրապես չեն հիշում։ Հիմա Իդեպ լրագրողներին ճնշելու այո, ավելի լուրջ խախտումներ, զանցանքներ, սանձարձակություններ են լինելու։ Հիմա քաղաքական այլ ուժերի առաջնորդները, ես չեմ ասում հələ այդ ուժերի ներկայացուցիչները կարծում եմ ոտքի կկանգնեն։ Իրենց բազմա 100 հազարանոց ընտրողներով ընտրությունների հաջորդ օրը, եթե տեսնեն այդ խախտումներն ու այդ զանցանքները, ոտքի կկանգնեն։ Եթե հեղափոխության մասն ենք խոսում, ապա դա լինելու է հետընտրական, այդ օրերը լինելու են ամենալավ հեղափոխության օրը։ Ու հանգարց մեկը թող չգա ինձ ասի, որ 30%-անոց համակրանք ունեցող ղեկավարը 2 ժամկետ 8 տարի իշխանավորելուց հետո լեգիտիմ իրավունք ունի շարունակելու այդ իշխանավորումը։ Չունի։ Նման տոկոսով ընտրված իշխանությունը 5 տարի պաշտոնավարեց։ 8 տարի։ 8 տարի պաշտոնավարեց։ Իհարկե։ Այսինքն դա արդեն դարձավ նորմա։ Դա հասկացանք։ Տեսեք, հասկացանք։ Ինչով իմ հարցը գիտեք ինչի մասին է։ Որն է լինելու գործողությունների տարբերությունը բոլոր նրանց, ովքեր հայտ են ներկայացրել, որպեսզի չկրկնվի 21 թվականի սցենարը, որովհետև շատ կարևոր է ոչ միայն թե ինչպես կքվեարկեն ընտրողները, շատ ավելի կարևոր է թե ինչպես կպաշտպանվեն այդ ձայները։ Ամեն բան կախված է մասնակցողների վճռականությունից։ Մասնակցողների, տեսեք, ելի եկանք այդ մտքին, առաջնորդական, այսինքն մասնակիցները խմբեր են, թիմեր են եւ այլն, բայց առաջնորդական, այսպես միջուկը
այդքան վճռականություն կդրսևորի, եթե նույնիսկ առաջնորդական միջուկը որպես կոլեգիալ մարմին չդրսևորի, նրանցում առանձին անհատներ այդ վճռականությունը կդրսևորեն, թե չէ։ Եթե այդ վճռականությունը դրսևորեն, թփրտալու տեղ չունեն սրա։ Հիմա հարց. Դուք պատրաստ եք վճռականություն դրսևորել ոչ միայն դատարկ աթոռների տեսքով։ Ես անձամբ ասեցի, էլ ոնց ասեմ։ Ես առաջարկում եմ էսի։ Ես ոչ թե պատրաստ եմ վճռական, ես առաջարկում եմ էսի։ Ես ասում եմ այսօրվանից պետքա ՔՊ-ին ասել, հաջորդ օրը հեղափոխություն կլինի, մի հատ ձեզ հայլու մեջ լավ նայեք ու մի հատ մտածված գործեք, ինչ որ անում եք։ Կարծում եք այդ մթնոլորտը առաջ կգա, պարոն Մանասյան, եւ ամփոփելու համար մեր զրույցը կարծում եմ Եթե Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, որոնք կորցնելու միլիարդներ ունեն կամ միլիոններ, եթե նրանք սառը ջուր չլցնեն այդ ակտիվության ու այդ լիցքերի վրա, եթե սառը ջուր չլցնեն, ապա այո, մեծ հնարավորություն կա։ Այս հարցը չեմ կարող չտալ, դուք անընդհատ շեշտը դնում եք կորցնելու բան ունենալու վրա։ Հա, որովհետև կորցնելու բան։ Նույնքան վտանգավոր է, երբ մարդը մասնակցում է process-ի եւ չունի կորցնելու բան։ Ասենք օրինակ դուք, որ մասնակցեք այս ընտրություններին եւ որևէ մեծ փոփոխություն չլինի, ասենք Շրեմը չհաղթահարեք անցողիկ եւ այլն, դուք շարունակելու եք ապրել ձեր կյանքը այնպես, ինչպես որ հիմա է։ Ոչինչ չեք կորցնելու, որովհետև դուք քաղաքական կարիերա չունեք էլ որ կորցնեք։ Տեսեք, ես մի հատ կարևոր բան ասեմ։ Ինձ ուղղակի կարան ճակատից թողեն ու պրծնեն։ Որպես անհաջող, չգիտեմ, դեպքերի անհաջող դասավորություն։ Նրանք իրանց մեջքին Պուտինի պես կռիշ ունեն։ Էլ ոնց ասեմ։ Իսկ իմ մեջքին ոչ ոք չկա, ոչ ներսում, ոչ դրսում։ Հիմա դրանք ով ավելի շատ ունի կորցնելու, բայց իմ այս դիրքը ինձ տալիս է այն ազնվությունը, այն համարձակությունը։ Իսկ իրենց կյանքում այդ միլիարդները դիզելուց շատ տեղեր են սուս մնացել, երբ որ պետք էր խոսել, շատ տեղեր են գլուխ կախել, երբ որ պետք է ճակատները բարձր պահեին։ Ես չեմ ուզում շատ այդպես խոսամ, բայց միլիարդերները այնպես չի որ տենց Վարդան Մամիկոնյանի պես գնում են մահիմացյալ ու դառնում են միլիարդեր։ Տես չի լում։ Ովքեր գնում են մահիմացյալ, նրանք հիմա երաբլուրում են։ Նրանք միլիարդերների շարքում չեն, նրանք Forbes-ի ցուցակում չեն, նրանք ուրիշ ցուցակներում են։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ զոհել է հազարավոր տղաների գիտակցաբար։ Նախկինում ուրիշներն են մեր փոխարեն որոշել, թե մենք ինչ զոհենք։ Հիմա ինքն է որոշում։ Ինքնիշխանությունը երևի թե դա է, էլի իր համար։ Կորցրել են նույնիսկ տարական տրամաբանական հետևողականությունը խոսքի մեջ։ Այսինքն կարող են, այո, այդպես բացահայտ խոստովանել, որ գիտակցաբար տարի 4000 հանցագործության մասին հաղորդում։ Հոգի, ասենք, դա այդ աստիճան կամ ուրիշ միտք էլի անհետ ասում է փախածները դա ոչ թե Արցախի ժողովուրդն է, այլ ղեկավարությունը, բայց ղեկավարությունը Բաքվի բանտում է։ Հիմա կամ բանը 10%-ն են սպառազինության ծախսել 23 թվականի դեպքերին չեն կռվել ու փաստը նա է, որ մեր հետախուզությունը իրենց հետախուզությունը, լավ մեր հետախուզությունը, ասելա որ 80-90% ռազմամթերքի մնացել է, բայց եթե մի օրում կամ 2-3 օրում ռազմամթերքի 10%-ը սպառվել է, իսկ ռազմամթերքը մեր ընկեր Հովսեփ հետ այդ մանրամասն վերլուծություն արեց, ռազմամթերքը դա մի օրվա համար չի։ Դա մի ամսվա ռազմամթերք կա, միջև Հայաստանից ենթալեն կամ մի ուրիշ տեղից աջակցություն կլինի։ Հիմա թե մարդիկ 2-3 օրում 1/10 մասը կամ 1/5 մասը սպառել են, նշանակում է այդ մարդիկ էությամբ ամբողջ հոգով ու սրտով պայքարել են, չէ՞։ Այդ բախով մի օրում չէին սպառելու ամբողջ, ասենք, չգիտեմ, մի ամսվա սպառազինությունը։ Այս տեսակ անհաշվի նկատ, անհետևողական, այսպես բաց թողումներ են անում, եւ շարունակելու են անեն։ Միայն թե եկեք մենք օրինակ ես հեղափոխության միտքը ասելու, ես հասկանում եմ, որ իրանց մոտ սա ռեակցիա է տալու, միգուցե սա հետևանքներ ունենա իմ համար։ Բայց իրանք պիտի զգան, իրանց ներվերը պիտի այդ հոսանքը զգան, որ մեր այստեղ այնքան ակուտակվե, որ տարիներով ասենք չես կարում դու գիշերը նորմալ քնես, չես կարում հանգիստ նստես, ամեն ինչ ունես երջանիկ լինելու համար, տենց էլ չես կարում այդ երջանկությունը քո նեղ անձնականով վայելես։ Այս հոսքերը պիտի իրանց բացի Ալիևի ուղարկած իմպուլսներից, Էրդողանի, չգիտեմ, Պուտինի, Թրամփի, ես իմում մեր
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գլուխներում, մեր գլուխներում տեղի ունեցող նյարդային իմպուլսները պետք է իրանց գլուխների մեջ հայտնվի։ Ու իրանք պետք է զգան այդ ինչ, այդ շորշոփը պետք է զգան։ Հաջորդ օրը կարա լինի հեղափոխություն։ Ու այդ ժամանակ կես միլիոնից ավել մարդ կամ չգիտեմ 300,000, 500,000 մարդ քաղաքականապես լիցքավորված պատրաստ է լինելու դրան։ Դե թող սրա մասին երկար մտածեն միջև պատերազմով կսպառնան, առանց այն էլ ստրեսից հոգեկան հիվանդ դարած է ժողովրդին։ Դե թող մի հատ էլ մտածեն, պատերազմով են սպառնում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։